Ադրբեջանցիները նույնպես այդպիսի քաղաքարտեր են իրանք ձեռք բերում իրենց արչև օգտագործելու այդ քաղաքական դիվիդենդները Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու առումով։ Արդյունքում մենք զիջում ենք, բայց դրա դիմաց ոչինչ չենք ստանում, կամ ստանում ենք որոշակի մինիմալ ինչ որ սահմանազատում կամ չգիտեմ մինիմալ ինչ որ քայլեր ենք ստանում, բայց արդյունքում Ադրբեջանը ավելի շատ ու ավելի շատ է պահանջում։ Մեր քաղաքականությունը այս 5 տարիների ընթացքում որևիցե ձևով չի փորձել այդ իրավիճակը ստեղծել, երբ որ Ադրբեջանը պարտավորված կլինի որևիցե գործողության գնալ ի զիջում Հայաստանի։ Այսինքն մենք այս ընթացքում ինչ բան ենք տեսել, զիջում ենք տեսել Ադրբեջանի կողմից, ոչ մաքսիմալիստական Ադրբեջանը փորձում է մեզ, այսինքն այսպես ասած պատին դնել ու ամբողջ պահանջները ներկայացնել Հայաստանի նկատմամբ, ու մենք զիջում ենք։ Բացի դրանից անդրադառնում ենք այս հարցերին միայն post factum, այսինքն մարդիկ այդ գերիները այնտեղ գտնվում են արդեն բավականին երկար ժամանակ, ու մենակ այն ժամանակ ենք մենք անդրադառնում այդ գործընթացներին, երբ որ ակնհայտորեն արդեն մազա մնում ինչ որ հավիրքի, եւ դա անընդունելի է իհարկե, երբ որ մենք այդ աստիճանի ենք արդեն հասնում, երբ որ մարդկանց կյանքը գտնվում է արդեն մազի վրա եւ մենք հիմա փորձում ենք մեզ բան անել, այսինքն ծրագիր որպես այդպեսին այստեղ ես ոչ մեր կառավարության կողմից եմ տեսնում, ոչ ցավոք սրտի համայնքների կողմից եմ տեսնում, թե ինչպես պետք է այս հարցը բարձրաձայնվի եւ ինչպես պետք է ոչ թե էմոցիոնալ այդ ամեն ինչին անդրադառնալ, այլ պետք է հասկանալի է, չէ՞ որ այդ մարդիկ ենթարկվելու են խոշտանգման Ադրբեջանում եւ այդ ծրագիրը պետք է ի սկզբանե արդեն շուտվանից բարձրաձայնվեր։